Հավատն առանց գործերի մոռաց է, և գործերն էլ առանց հավատի մեռած են։ Ինչ գործերի մասին է խոսքը։ Բնականաբար հավատքից բխող գործերի մասին է խոսքը։ Հավատքից բխող գործերը որոնք են, առաքինություններն են։ Նախ եւ առաջ հավատքն է, հետո գործերն են։ Օրինակ Ավետարանում մեր Տերը հետաքրքիր մի բան է ասում է, հնում ասում էր մի սպան, ես էլ ասում եմ մի բարկացիր, որտեղ եթե դու բարկացար, արդեն սպանեցիր։ Ինչ է ուզում ասել մեր Տերը սրանով ասում, որ ճշմարիտ հիմքը դրեք դուք հավատքի։ Սպանության չի հասնի գործը, բարկության էլ չի հասնի։ Եթե դու չես բարկանում, չես սպանի։ Հիմա ճիշտ այդպես էլ բոլոր մյուս առաքինությունները իրենք բխում են հավատքից։ Եթե ճշմարիտ հավատք չկա, ուրեմն խոհեմ մտածելակերպել չկա։ Օրինակ, մյուս կրոնների մեջ բազմաթիվ զոհաբերություններ կան, բայց մաքուր ուղղափառ հավատքից չեն բխում այդ զոհը։ Մենք ինչպես ենք պահպանում, ինչպես ենք ծոմ պահում։ Մուհամեդականները ինչպես են ծոմ պահում, ռամադան են անում, մինչև 7 թե լույսը մտնելը հաս չեն ուտում, հետո սկսում են քաղցրակերակուրներ, չգիտեմ, յուղալի կերակուրներ ուտել ու խանգարում են ստանում, հա։ Հասկանում ես իբրև թե իրենք զոհաբերություն են, չի անում, բայց քանի որ այդ խոհեմությունը չկա, ինչա տեղի ունենում, վարձք չեն ստանում իրենց գործերից։ Մաքուր հավատքը մաքուր գործերի հիմքն է, ուղղափառ հավատքը իմաստավորում է։ Տեսել եք, որ մարդը իրապես մաքուր կենդանի հավատք ունի, իր գործերը տարբերվում են մյուս մարդկանց գործերից։ Այսինքն իր առաքինությունները, օրինակ, եթե մարդը մաքուր անաղարտ հավատք ունի, ուրեմն իր աղոթասիրությունը լրիվ ուրիշ աղոթասիրություն, հա։ Մահմեդականներն են, չէ, աղոթասեր, բայց զգում ես, որ քրիստոնեական աղոթասիրությունը մյուս աղոթասիրություն էականորեն տարբերվում է, էականորեն։ Մերը մտավոր աղոթասիրությունը, մերը իմաստավորված աղոթասիրությունը, իրանցը ինձ թվում է ոչ այդքան իմաստավորված աղոթասիրություն, չեմ ուզում որևէ մեկին դատապարտել, բայց էական տարբերություն եմ տեսնում ես դրա մեջ։ Ուրեմն հավատքը գործերի կենդանու, առաքինությունների կենդանության նշան, առաքինություններ ես հասկանում եմ մարդասիրություն, ընկերասիրություն, հայրենասիրություն, աստվածասիրություն, ընտանիքի սեր, այս ճշմարիտ հավատքը առաքինությունների հիմքն է։ Հիմա հակառակը նայեք, մարդը բարի գործեր ունի, բայց առաքինություններ չեմ ասում, բայց չունի ճշմարիտ հավատք։ Օրինակ, ասում են, համբերությանս բաժակ լցվեց։ Մարդիկ կան, որ սեր ունեն, բայց իր սերը տարածվում է միայն իր զավակների, իր ընտանիքի անդամների վրա, և դրանից ավելի չեն սիրում։ Եվ իրենց համբերությունն էլ խիստ սահմանափակ է, ում ուզեմ կհամբերեմ, ում չուզեմ չեմ համբերի։ Ավետարանում մեր Տերն ինչ է ասում։ Ասում է, եթե դուք սիրեք ձեզ սիրողներից, փարիսեցիներից, օրիսկետներից, ինչով եք տարբերվում։ Նրանք էլ սիրում են իրենց սիրողներին շահադիտական նկատառումներով։ Սիրում ես, պարտքը տալիս ենք, վրձավ գնաց, առևտրի մեջ ենք, իրական սեր չի։ Բայց եթե դուք սիրեք նրանցով քեզ չեն սիրում, այդ սերը, իրական սերը, որտև քեզ չսիրող մարդը ավելի մեծ սիրո կարիք ունի, քան քեզ սիրող մարդը։ Քեզ չսիրող ատող մարդը իմացի, որ քեզանից ավելի մեծ սիրո կարիք ունի։ Դու պիտի իրապես հոգով սրտով իրան ներես ու սիրես, որպեսզի կարողանաս հասկանալ ինչ է սերը, որտև սերն ու ատելությունը իրար հետ չեն կարող ապրել։
Մեր հնդիկ նշանավոր սուրբ կա, որ կոչվում է Սատու Սունտար Սինգ։ Բոլոր արևելյան կրոններ ուսումնասիրում եմ, մի անգամ գնում այդ հնդիկ լամաների մոտ։ Այնենց ճգնավորներն, այնենց ճգնողներն, այնենց բաներն անում, որ քրիստոնեության մեջ, չգիտեմ, մեկ էլ Սիմեոն Սյունյակասն է այդպես բաների հասել։ Ասում եմ, մի պապիկի տեսա, որ 30 տարի մի քարանձավում առանձնացած էր, քարանձավի մուտքն էլ փակ էր, փոքրիկ անցք էր, որը մի քիչ բրինձ էին տալիս իրան այնտեղ, մի քիչ էլ ջուր ուտում էր, ուղետ էր, կուրացել էր, դե 30 տարի մթության մեջ ինչ կլներ։ Ու ես մտածեցի, որ սա իրապես մեծ ճգնավոր է, էլի, 30 տարի քարանձավում, ու ես իմաստասիրական հարցեր տվեցի իրեն, այսինքն իմ նպատակը իրենից ինչ-որ մի բան սովորել էր, հարցրեցի այդ լամային, ասեցի, դու 30 տարի այդ ճգնությունները կրում ես, ինչ հասար, դու կարողացար ինքնատիրապետման հասնել, կարողացար մտքերդ, հոգիդ կառավարել, զգալ վեր բարձրանալու, ինձ տարօրինակ ասում է պատասխաններ տվեց, ասում է չգիտեմ հասա թե չհասա, միգուցե հաջորդ կյանքում, երբ որ հոգեփոխվեմ, ռեինկարնացիա լինի, դե իրենք ռեինկարնացիաներին հավատում են, չէ՞, այսինքն վերամարմնավորմանը, երբ որ հոգիս ուրիշ մարմնի մեջ մտնի այն ժամանակի շուն, այսինքն ես ինչ հասկացա, որ շատ կարևոր է խոհեմ գիտակցությունը եւ ուղիղ հավատքը, Սատու Սունտար Սինգն ասում, որտեվ դրանից էլ բխում է ճգնության իմաստավորությունը, եթե դու խոհեմ հավատք չունես, ինչքան էլ ուզում ես ճգնի, քեզ ոչ մի օգուտ չկա, Պողոս Առաքյալն ասում է, մարմնամարզությունը մարմնի մարզումը, շատ բաների օգուտ չէ, բայց Աստված պաշտությունը, ճշմարիտ Աստված պաշտությունը ամեն ինչի օգտակար է։ Այսինքն առանց հավատի գործերը մեռած են, առանց ճշմարիտ ուղղափառ հավատքի գործերը շեղված են, առաքինություններն էլ անիմաստ են, իմաստավորված չեն, ճշմարիտ հավատքն է, որ ամեն ինչ գցում է տեղ, իմաստավորված են, Անտոն Անապատականը շատ հզոր սյուն էր, բայց գիտես ինչ էր ասում Անտոն Անապատականը, ասում անգամ անապատի հայրեր շատ բաներ փորձեցին, ոմանք 2 օրը մեկ են հաց ուտում, ոմանք 3 օրը, ոմանք շաբաթը մեկ են ուտում, բայց ես 55 տարի ճգնել անապատում, հասկացա, որ անապատում ճգնողների համար ճիշտ է մեկ անգամ ուտել օրը հաց, տես, անապատի հայրեր, անապատում ճգնում էր, որ իրանց մասին լսում եք, բայց ասում է չէ, խոհեմությունն է իր մոտ կարևորը, մեկ անգամ ուտել հաց, օրվա մեջ, ինել առանց կշտանալու, անապատի հայրերի տես ինչ ծաղիկ էր Անտոն Անապատականը, բայց իլիք ինքը խոհեմության կողմնակից էր, այդ ողջախոհության կողմնակից էր, ուրեմն հավատքը դա ողջախոհություն է, հավատքը դա իմաստություն է, եւ եթե ողջախոհ իմաստուն հավատք ունես քո, բոլոր գործերն էլ կամ բոլոր առաքինություններն էլ իմաստուն ու ողջախոհ են լինում, բայց եթե դու չունես ճշմարիտ ուղղափառ հավատք, ուրեմն քո բոլոր առաքինությունները, ողջախոհությունները անիմաստ են, մարմնի մարզումը, ինչպես արևելյան սպորտաձևերում, յոգերը չգիտեմ ինչերի են տիրապետում, բայց որևէ օգուտ չկա իրենց, որևէ օգուտ այդ ինքնատիրապետումից, որտեղ ճշմարիտ ուղղափառ հավատք չկա, գոյություն չունի, հոգու փրկության մասին խոսք չկա, Աստված պաշտություն չկա, մարմնամարզություն շատ բանի օգտակար չէ։